Բարի երեկո, սա պատմական եթեր է, կապված ընտրությունների հետ, հարգելի հայրենակիցներ, խնդրում եմ ուշադրություն դարձրեք իմ այս զրույցին, սա տարբերվող յուրահատուկ, ինչպես նշեցի, պատմական եթեր է։ Դուք գիտեք իմ գործունեությունը որտեղից է սկսել եւ որտեղ եմ ես հիմա։ Նախքան ես բուն թեմային հասնելը, հարգելի ընկերներ, մի փոքրիկ ծանոթություն իմ հետ, որովհետև այս եթերը համոզված եմ կդիտեն ոչ միայն իմ հետևորդները, այլ մարդիկ, ովքեր որ չեն բաժանորդագրվել իմ էջին, հետաքրքիր չէր իմ էջը, միգուցե չէին ուզում, կապ չունի։ Ես գիտեմ, որ տարբեր բևեռների, տարբեր քաղաքական, ուժային, կուսակցական հայացքներով մարդիկ այս եթերը կտենան, որովհետև ընտրությունների մնացել է ընդամենը 2 օր, 3 օր, այսօր ամսի քանիսն է գրեք իմ ջալոց, եթե չեմ սխալվում ամսի 5-ն է, 3 օր է մնացել։ 2 օր, ճիշտ է, կներեք ժողովուրդ ջան, ես այնքան խառն եմ, ոչ թե չեմ իմանում ինչ եմ խոսում, այլ ընդհանուր մթնոլորտը երկրի խառն է։ Հարգելի ընկերներ, դուք գիտեք ես, որ Արցախից անընդհատ քննադատում էի թե նախկին իշխանություններին, թե Արցախի տեղի իշխանություններին։ Ինչը կարծում եմ տեղի իշխանությունների կամ տեղի մաֆիան կապված էր Երևանյան մաֆիայի հետ։ Իսկ Երևանյան մաֆիան գիտեք թե ինչպես է համակրում եւ չի էլ պատկերացնում առանց Ռուսաստանի հայաստանյաց կյանքը։ Ընկերներ ջան, ես հնարավոր է որպես մարդ էմոցիոնալ եմ, հնարավոր է շատ եք տեսել կոշտ, կոպիտ, խիստ արտահայտություններ, տեսել եք խիստ քննադատություններ այսօրվա իշխանությանը եւ չեմ փոշմանում տեղին է։ Հունիսի 7-ից հետո, եթե նորից նույն իշխանությունը լինի կամ մեկ այլ իշխանություն, ես միշտ լինելու եմ պահանջատեր, միշտ լինելու եմ քննադատ եւ եթե դժգոհություններ տեսնեմ, արտահայտվելու եմ, եթե անհանգստություններ ունենամ, ելի հայտնելու եմ։ Հարգելի հայրենակիցներ, բոլորդ տեղյակ եք, որ իմ գործունեությունը, ինչպես նշեցի, Ստեփանակերտից եւ Ստեփանակերտում անընդհատ քննադատել եմ մաֆիային, քննադատել եմ նախկին իշխանություններին, նախկին բարքերին։ Եվ դուք ինչ եք կարծում, այսօր ես պետք է ասեմ, կներեք, ես սխալվել եմ։ Ես չեմ սխալվել, ընկերներ ջան։ Եվ չեմ ուզում դուք էլ սխալվեք։ Ինչ իմաստով։ Էմոցիոնալ չգնաք, ոչ էլ ատելությամբ լցված, ոչ էլ էյֆորիայի տակ ընտրության։ Ամսի 7-ին բոլորդ գնացեք գիտակից։ Գնացեք մի բան լավ հասկանալով։ Այն ինչ տեղի է ունեցել 2020 թվականին, ես այսպես եմ ասում, կապ չունի ով է եղել օրվա իշխանությունը, հակառակ նրանց, ովքեր ասում են կապ չունի ինչ է եղել նախկինում, այսօր իշխանության Նիկոլ Փաշինյանն է, ուրեմն ինքն է պատասխանատու։ Ես ողբամ այդ մտածելակերպի վրա, ինչու, որովհետև այդպիսի մտածելակերպ ունեցող մարդը, եթե Աստված չանի, լինի քննիչ, լինի դատավոր, բազմաթիվ կյանքեր կկործանի, ուղարկելով բանտ անմեղ մարդկանց, բազմաթիվ ընտանիքներ կկործանի, եթե լինի բժիշկ ու այդպես մտածի, կսպանի բազմաթիվ մարդիկ եւ մարդկանց կյանքեր կխորտակի։ Յուրաքանչյուր մասնագիտություն այս պահին դուք ձեր ուղեղում պատկերացրեք, ու եթե այդպիսի մոտիկացում ցույց տանք, մենք չենք կարող ճշմարտությունը հանել ջրի երես։ Եվ ինչ անենք հիմա։ Եթե փաստորեն նախկին իշխանություններից եկել է այս ընթացքը, այս պարտության ընթացքը, այս գլորվող պարտությունը եւ հանգ է եկել 2020 թվականին, դա չի նշանակում, որ այդ պարտությունը չէր գլորվում դեպի 2020։ Դա մեկ օրում չեղավ։ Եվ ինչ պետք է անենք հունիսի 7-ին։ Ես, այո,
քննադատել եմ ու քննադատում եմ այսօրվա իշխանության ներքաղաքական կյանքում լիքը թերություններ, քննադատում եմ չեմ թաքցնում իրենց շրջապատի բլոգերախառը եւ այլ մերձավոր մարդկանց, ովքեր ոչ հայեցի, ոչ ազգային, ոչ համերաշխ մոտեցում են ցույց տալիս մեր երկրում։ Անձնապես չեմ սիրում թիրախավորել, դա ճիշտ չի, բայց երևույթը անընդհատ ասել եմ։ Ընկերներ ջան, հիմա եթե այսօրվա իշխանությունը այսքան սխալներով հանդերձ, բայց ժառանգել է այդ նույն գլորվող պարտության փաթեթը այդ փաստաթղթերով, այսինքն եթե մարդիկ ավելի շատ մեղք ունեն, քան թե նորեր ասած տեղը 20 թվի մի պահ պատկերացրեք, ու հիմա այդ նույն նորերը, որ արդեն այդքան էլ նոր չեն, 8 տարվա մեջ լիքը դրական փոփոխություններ են արել, համաձայնվեք իմ հետ, որ ինչ չի գոհացնում, համաձայնվեք իմ հետ, որ լիքը բաներ, այո, ես կուզենայի ավելի լավ լինի, բայց պետք է նաև համաձայնվեք իմ հետ, որ այն ինչ արել են, դրանք պետության, պետականության հիմքերը ամրացնելու գործ էր։ Ընկերներ ջան, Հայաստանի պատմությունը եւ Հայաստանի Հանրապետությունը մի կապեք Արցախի պատմության, Արցախի process-ների եւ Արցախի պատմության հետ։ Արցախը անկախ պետություն չէր, Հայաստանը անկախ պետություն է։ Արցախը աշխարհի կողմից չճանաչված էր, Հայաստանը ճանաչված է։ Արցախը հայկական էր հայերով, այժմ Արցախում հայ չկա։ Իմ տեսանյութերը բազմիցս պատմել են նրա մասին, թե ինչպես են տեղի իշխանությունները ակտիվ կապի մեջ եղել այս տեղի օլիգարխիայի եւ մաֆիայի հետ եւ մատը մատին չեն տվել, որ որևէ քայլ անեն ապաշրջափակման համար, չեն գնացել Սոֆիա բանակցելու, չեն գնացել այնպիսի մեթոդների, չեն գնացել նույնիսկ, չգիտեմ, պարտիզանական ջոկատներ ստեղծելու, ներքին ռեսուրսները գեներացնելու, միավորելու, որպեսզի այդ պատերազմը սկսվելու դեպքում, ինչ տեղի ունեցավ 23 թվականի սեպտեմբերի 19-ին, որպեսզի այնպիսի հարված տանք, որ Ադրբեջանը նստեր։ Բայց իմ ականջին շուշուկներ էր գալիս պետական համակարգի աշխատողներից, որ գիտես ինչեր են ստեղծում ստե։ Թուրքը եթե սկսեց Շուշին վերցնելու ենք, այսինքն, բայց ես չեմ հավատացել։ Ինչ ենք հասկանում, խափել են, ցրել են այդ միտքը ժողովրդի մեջ, որ ժողովուրդը թմբերի մեջ մնա, որ ժողովուրդը գլուխը դնի բարձին քնի, որ կատարվի այն ինչ որ կատարվել է, որ 120,000 հայը գա Հայաստան ու մասնակցի ակտիվ այստեղի քաղաքական process-ներին։ Սա ոչ թե թեորեմա է, սա աքսիոմա է։ Հարգելի ընկերներ, եթե ես բլոգեր Գևորգ Արստամյանս անընդհատ կոչեր էի անում, որ ուր եք այն հերոսները, ուր եք այն գեներալները, ուր եք այն Արցախ պաշտպանողները, ձեր ժողովուրդ շրջափակման մեջ է, եկեք այստեղ, եկեք մի բան արեք։ Ու չեն եկել։ Ինչ չեն եկել, որտեղ ուզեցել են որ սենց են, եթե գային կարող է ուրիշ բան ստացվել։ Կբացահայտվեր, որ իրանք ոչ մի բան են, կբացահայտվեր, որ ոչինչ չեն կարող անել։ Ամեն ինչ դիտավորյալ են արել։ Վերադառնանք նոր պատմություն, վերադառնանք այսօրը։ Եթե այդ մարդիկ արել են այդքանը, ու դուք այսօր ջղայնացած այսօրվա իշխանության վրա լիքը սխալ թերացումներում քայլերի մեջ, ջղայնացած վրեժխնդիր ատելությամբ գնում եք նորից ընտրեք այն մարդկանց, ովքեր որ բերել հասցրել են այդ վիճակին, ընկերներ ջան, այդպես բան չանեք։ Ես ձեզ ուղղակի խնդրում եմ, դուք ատելությամբ չգնաք ընտրատեղամաս։ Այսօր վաղը գիշերը գլուխը բարձր դնելուց առաջ լավ մտածեք, լավ խորհեք, ուր եք գնում, ում եք ընտրում։ Ես չեմ ուղղորդում գնաք այսօրվա իշխանությանը քվեարկեք, գնաք նոր ուժերի քվեարկեք, բայց ես կարող եմ խնդրել, որ ռուսամետ ուժ մի քվեարկեք, չնայած նրանք կլինեն լիքը
մեր հայրենակիցներ, որ կգնան կընտրեն, բայց ինչքան քիչ, այնքան մեր պետության օգուտը։ Խնդրում եմ հարգելի ընկերներ, դուք գիտեք, ես չունեմ քաղաքական ուղղվածություն, ես չունեմ ոչ մի անձնական շահ, ոչ այսօրվա իշխանության, ոչ էլ որևէ ուժից, ոչ մեկ ինձ երբեք ոչ մի առումով չի էլ օգնել։ Դուք գիտեք, որ այս այսօրվա իշխանության օրոք անձնական կտանքների եմ ենթարկվել։ Հեշտ է, երբ որ քո ինքնասիրությունը, երբ որ քո ընտանիքին վիրավորելով, քեզ արատավորելով, քեզ դատարաններով քարշ են տալիս ու ասում են դու պետքա զղջաս, որ վիրավորական բառ ես օգտագործել մեկ մարդու հանդեպ։ Այդ մեկ մարդը ավելին էին համարում, քան իմ ընտանիքը, իմ երեխաները։ Ես զայրույթ եմ տարել, բայց չեմ չարացել։ Ես շատ եմ ջղայնացել, բայց ատելությամբ չեմ լսվել։ Ես գիտեմ, որ այսօրվա իշխանության դա թերությունն էլ է։ Եթե այսօրվա իշխանությունը քաղաքացու իրավունքները եւս վերդասեր եւ հավասարացնել պետական աշխատողի իրավունքներին հոգեբանական, ինքնասիրության, բարոյական առումով, ես չեմ ասում, որ իրանք պաշտոն ունեն, պետքա մենք իրաց շատ փող ստանանք, եթե չենք աշխատում, ինչի ստանանք, թող ստանան արժանապատիվ աշխատավարձ։ Հարցը այն է, որ ես ինքս բախվել եմ անարդարությունների այս իշխանության օրոք Երևանում, բայց միևնույն է, ես իմ անձը, ես իմ ընտանիքը պետության շահից ցածր եմ դասում, ինչպես ուզում եք ընդունեք։ Զրկանքներ կրեցի անձնապես ընտանիքիս հետ միասին, բախվել եմ բազմաթիվ անարդարությունների, դժգոհ եմ իշխանության շրջապատի մարդկանց, որոշ մարդկանցից, դժգոհ եմ այսօրվա իշխանության փոփոխությունների դանդաղ տեմպից, դժգոհ եմ արդարադատությունից, իրավապահ բայց ընկերներ ջան, դժգոհությամբ լցված ես գնամ ընտրեմ ռուսամետ ուժի, չասեք թրքամետ, այսօրվա իշխանությունը թրքամետ է, այդ ձեզ են տենց ասել, այդ ձեզ միջև հիմա տենց խաբում են։ Հայաստանը այլ ընտրանք չունի, իր աշխարհակրական դիրքից չի կարա խուսափի, նա չի կարա հարևան չլինի Ադրբեջանին, Թուրքիային, Իրանին ու Վրաստանին։ Եվ ասեմ, որ մեկ նույնիսկ Ռուսաստանի հետ հարևան չեք, ինչի եք դուք համեմատություն անցկացնում, եթե Ռուսաստանի հետ չես, ուրեմն Թուրքիայի հետ ես։ Ոչ, մենք ոչ մեկի ոչ դեմ ենք, ոչ էլ հետն ենք։ Մենք ինքնուրույն անկախ պետություն ենք ուզում կերտել։ Դրա համար եմ ասում, այսօր պատմական օր է, թոթափեք ձեր ջղայնությունը, ձեր ատելությունը եւ խնդրում եմ ինպես մոտիկացեք։ Ես չեմ չարացել եւ ատելությամբ լցված չեմ այսօրվա իշխանության հանդեպ։ Եվ դա է ինձ թույլ տալիս, որ այսօրվա իշխանության լավ կողմերն էլ տեսնեմ։ Տեսեք, ես 15 րոպե խոսում եմ, միայն հիշում եմ բացասականը, միայն հիշում եմ ինչ որ սխալ երևույթներ, բայց ես լավերն էլ եմ տեսել։ Ես տեսնում եմ մի այսպիսի բան, նորից կլորացնելով այս զրույցը։ Ես տեսնում եմ, որ ազգային արժեքներ, մարդկային արժեքներ, բարոյական արժեքներ, մշակութային, միգուցե հավատքի կրոնի, տեսնում եմ, որ թիրախավորված, վնասված, միգուցե տկար, միգուցե ինչ-որ տեղ վիրավոր, հաշմանդամ, ցավում եմ սրա համար, չեմ ասում այս լավ է, վատ բան է։ Բայց բերեք հասկանանք, մարդը իր ընտրությամբ է որոշում գնա հավատքի, թե չգնա, հավատա Աստծուն, թե ոչ։ Մարդը անձնապես ինքն է որոշում, լինի բարոյական, թե դառնա անբարոյական։ Մարդը ինքն է որոշում, լինի հայեցի, լինի մարդկային, թե լինի անմարդկային։ Թող մարդը ինքը որոշի։ Բայց մենք մարդիկս, բայց մենք ժողովուրդս պարտավոր ենք հասկանալ, որ այս ամենից զատ կա արտաքին վտանգներ եւ կա պետականության կորուստի վտանգ։ Եթե մենք այս նշվածս ուշադրություն դարձնենք եւ ասենք այս թվարկված բաներս բավարար է, որ մենք հեռացնենք այս իշխանությանը ու չգիտենք ում ենք բերում,
Իսկ ավելի վատ եթե գիտեք ում եք բերում եւ այդ բերածը ռուսամետ ուժ է, ընկերներ ջան, դուք փաստորեն այս թվարկվածս վեր դասեցի պետականությունից։ Մի արեք տես բան։ Խնդրում եմ մի արեք տես բան։ Այնինչ ես նշել եմ, ես նշեցի, որ իմ համար այո անընդունելի է, այո ցավոտ է, դժգոհ եմ։ Լավ չի, որ մարդկային հարաբերությունները վերածվել այսպիսի խոցելի ատելության, չգիտեմ, գաղջ մտնոլորտի։ Բայց սա հաղթահարելի է, սա կարևոր է եւ կախված է բոլորիցս։ Բայց պետության ճակատագիրը կախված չի բոլորիցս, որովհետեւ դիվանագիտությունը եւ քաղաքականությունը վարում է դա թիմ, վարում է կուսակցություն, կուսակցության ղեկավար, ներկա պարագայում վարչապետը։ Ու եթե դուք վաղվա վարչապետի ընտրության պահով պետքա այս իմ նշված երևույթների համար գնաք ընտրեք ռուսական ուժի, ժողովուրդ ջան, դուք չեք կարա հետ բերեք պետականությունը, դուք չեք կարա վերականգնեք անկախությունը, դուք չեք կարա դեմ գնաք, եթե ձեր ռուսամետ ուժերը ինչ պայմաններով կախված անձնապես, ֆինանսապես, տնտեսապես Ռուսաստանից որոշեն մատաղանեն Հայաստանի պետականությունը։ Զգույշ եղեք, գիտակցաբար կգնաք ընտրության։ Եվ վերջապես, ընկերներ ջան, այն ինչ ես նոր նշեցի, մարդկային, բարոյական, հավատքի եւ այլ արժեքներ, սրանք, որ տկար են, վնասված ու հաշմանդամ, դա այնպես չի, որ կոնկրետ քաղաքական իշխանությունը ամեն ինչ արել է, որ այդպես լինի։ Նայեք ձեր շուրջը, ամբողջ աշխարհն է այդպեսին։ Չի կարա Հայաստանի կառավարությունը, Հայաստանի վարչապետը կամ ազգային ժողովը կառավարի ամբողջ աշխարհը, կառավարի այն, ինչ ես թվարկեցի, դրանց դեմը առնի։ Եթե աշխարհը փչացած է, եթե ամենուր անբարոյականություն, Հայաստանն էլ պետքա դրանից դժվի։ Մենք չենք կարող անմասն մնանք աշխարհից։ Աշխարհի բոլոր պետությունները շղթայակցված իրար հետ։ Ինչ ելնում է, լավ կլինի թե վատ, տարածում է ամբողջ աշխարհում։ Ով կիմանար 30 տարի առաջ, որ հեռախոսով կարող ես դու կապ հաստատել քո հեռավոր բարեկամի հետ արտասահմանում Ամերիկայում, ով կպատկերացներ, ուղիղ տեսնես, անհնար էր։ Ես 36 տարեկան տղա եմ, ես հիշում եմ իմ տարիքի մի հատվածում 10-15 տարեկան չեմ այդ ժամանակները։ Տես բան մտքովս անցել է, բայց ամաչել եմ ասել եմ կծիծաղեմ վրես, ասել եմ հնարավոր մտքովս անցել է, հնարավոր է որ մարդուն տենա մեկ աշխարհի ուրիշ տեղ, ինչ հետաքրքիր բան կլինի, ես ամաչել եմ ընկերներից մոտ ասել եմ կծիծաղեմ վրես, բայց եկեք տեսեք որ կա դա։ Այսինքն այն վատ բաները, որ տարածված է աշխարհում, դրա հետ մեկտեղ տարածվում են նաև լավ բաներ։ Հիմա ինչ Նիկոլ Փաշինյանն է բերել iPhone-ը, Samsung-ը, այս կամերան, չգիտեմ, լիքը ավտոների տեսականի կա, լիքը տեխնոլոգիա կա զարգացած ու շատ բաներ կա, որ օրինակ Նիկոլ Փաշինյանի օրոք է ձեռք բերվել, Նիկոլ Փաշինյանից հետո էլ է ձեռք բերվելու, որ Նիկոլ Փաշինյանը չի եւ այդ վատը բերել եւ այդ լավը բերել։ Դա աշխարհի զարգացման հետ է կապված։ Եվ եթե դուք այսօր այն իմ նշված վատ բաները հիմք ընդունեք ու գնաք ընտրության, զուտ մերժեք ձեր վաղվա անկախությունը հեշտ չի տրվում, հարգելի հայրենակիցներ, հետո չսկսեք գցել իրար վրա, դուք այսօր ջղայնացած հեռացնելով իշխանությանը, դուք չեք հասցնի փոշմանել, թե ինչպես է Ռուսաստանը կլանում Հայաստանին, դուք չեք հասցնելու, դա չեք են նկատելու, ու եթե մի օր հասկանաք, որ եղավ այդ ամեն ինչ ես ասեցի, այն ժամանակ ուշ է լինելու, բայց այն մարդիկ, որոնց դուք ընտրեցիք, Աստված չանի որ ընտրվեն, հեշտ պատասխան են տալու ձեզ։ Դե նախկին իշխանությունները նկատի ունենալով այսօրվա Նիկոլ Փաշինյանից կառավարությանը, արդեն ամեն ինչ ստորագրել էին, արդեն ամեն ինչ արել էին, անհնար էր, պետքա մենք մտնեինք Ռուսաստանի կազմի մեջ, մենք պետքա Թուրքիայից վտանգներ կար, Նիկոլո Դավաճան, թուրք Նիկոլո իրանց ասելով էլի, մտցնում էր Թուրքիայի տակ մի կերպ պրծանք, ես չեմ կարենալու այն ժամանակ ձեզ ապացուցեմ, որ ընկերներ ջան, ոչ թե մի կերպ Թուրքիայի տակից են հանել, ոչ թե Նիկոլը ամեն ինչ տվել էր, այլ հակառակը հաղթահարում էր
պայքարում էր, որ չլինի դա, իսկ նրանք զորով իշխանությունը վերցրին, ձեզ խափելով ժողովրդին, խափելով իշխանությունը վերցրին ու բերին հասցրին սրան։ Հավատացեք, լինելու է այդպես, եթե դուք սխալվեք, անգիտակցաբար եւ ջղայնացած ատելությամբ լցված գնաք ընտրատեղամաս։ Մի գնացեք այդպես։ Չեմ հասցնելու ես ձեզ հետո պատմեմ, նկարագրեմ։ Միջև հիմա դուք ականատես եք։ Ես հիշատակում, հիշում, պատմում եմ Արցախում տեղի ունեցածը։ Արցախցիները ինչ են ասում ինձ։ Դավաճան արցախցի, ծախված արցախցի եւ այլ վիրավորական բառեր, անեծքներ, հայհոյանքներ։ Բայց ես գիտեք ինչ էի մտածում։ Սեպտեմբերի 23-ի 25-ին 2023 թվականի, երբ որ ես Արցախից դուրս էի գալիս, իմ պատուհանը ցածր իջեցրած, ես դուրս էի գալիս մեքենան այդ երկար ճանապարհ 30 քանի ժամ ճանապարհ եմ եկել։ Ոչ մեկ չկար դեմքիս կանգներ ասեր, Էս ինչպես դու երկիրը հանձնիր, այ դավաճան, այ ծախված, սենց բաներ ինձ ասող չկար։ Ես եկա Երևան, ես մտածում էի այն մարդիկ, ովքեր որ ինձ ականջալուր չէին եւ չգիտեին իրանց վաղվա օրը ինչ անելու, իսկ ես դրա մասին ասում էի, ես գիտեի ինձ կգրեին շնորհակալություն, ապրես Գևորգ, որ մեզ տեղյակ էիր պահում, ափսոս քեզ չենք լսել։ Ես այդպես էի մտածում, ես միամիտս մտածում էի, որ ինձ կասեն ապրես Գևորգ, որ մեզ ճիշտ բաներ էիր ասում Ստեփանակերտում, զգուշացնում էիր էթնիկ զտման մասին, Արցախի կորստի մասին, եղբայրական գերեզմանը անտեղ թողնելու մասին, սա իմ բերանից հնչված բառերն են 2022 թվականի բլոկադայի օրերից մինչև վերջին օրը։ Բայց անեծքներ, հայհոյանքներ, զրպարտություն, մեկնաբանություններում գան ինձ վիրավորեն, իմ տեսանյութերը ուրիշ տեղերում գնան ընդե վարկաբեկեն, գիտեն ես դրանով վարկաբեկվում եմ, դրանով ես եմ սրբապղծվում, դրանով ես եմ ընդհանրապես բարոյական դեմքս կորցնում։ Ընկերներ ջան, դուք ինքներդ ձեզ խայտարակ եք անում, որ փոխարեն դուք լռեք, գոնե մի ասեք շնորհակալություն, որ ասում էիք, ապրես որ ասում էիք, դուք լռեք, որ ես ձեզ անընդհատ չհիշեցնեմ, որ ինչեր են արել ձեր ռազմաքաղաքական էլիտան Ղարաբաղում, որ այսօրն ենք ընկել։ Ես չեմ ուզում անընդհատ հիշատակել։ Ես այդ պատմության էջը թերթել եմ եւ ապրում եմ այսօրով։ Ուղղակի եթե պետք է լինում պատմական ակնարկներից չեմ խուսափում, որովհետեւ ես չունեմ անցյալ, չունեմ ապրած, որի համար ամաչում եմ։ Հարգելի հայրենակիցներ, մեր ժողովրդի մեջ, բացի նրանից, որ հիմա ատելություն, չարություն, հիասթափություն կա եւ այս հոգեվիճակով պետք է գնան ընտրատեղամաս, կա նաեւ բարձա, որ բոլորին չի վերաբերվում, բայց նաեւ տգիտության խորացված հիվանդությունը։ Եթե մարդիկ ինձ թիրախավորում են, բան չունեն, իմ բարոյական անցյալին, իմ կերպարին, իմ անցածին, բան չունեն ասելու, չեն կարող ասեն, քեզ տեսել ենք գողություն անելուց, այսպիսի բան անելուց, ընտանիք պղծելուց, կեղտոտ բաներ չեն կարող, գիտեք ինչ են ասում։ Ասում է, էսի տաքսի էր քշում Ստեփանակերտում։ Դրանով իբր թե ինձ խայտարակում։ Էսի ջրի ավտո էր քշում բանակում, իբր թե դրանով ինձ խայտարակում։ Ես երդվում եմ, ավելի լավ է, ես շարքային լինեմ եւ ջուր տանեմ զինվորին, քան թե գեներալ լինեմ եւ զինվորի ուտելիքը գողանամ եւ փորս մեծացնեմ զինվորի հաշվին։ Որն է ավելի պատվաբեր, ճիշտը խոսացեք։ Ես վադավոզի ավտո եմ քշել, ջրի ավտո։ Ընկերներ ջան, ես ջուր եմ տարել, չէ, զինվորներին։ Ծարավը հագեցնելուց ասել են ապրի Գևորգը։ Կամ տաքսի քշելուց մարդկային կյանքեր եմ տեղափոխել, 2 տարի մարդկային կյանքեր եմ տեղափոխել։ Չունեմ թույլ Աստված հեռու տանի, բայց չունեմ մի հատ վթար, չունեմ մի հատ պասաժիր հայեր եմ մոռացել, հաճախորդ երևի, հա, ուղևոր, հա կներեք, ուղևոր, որ քթից արուն եկած լինի։ Չի եղել, որ մի հատ ուժեղ նույնիսկ տորմուզ տան, գլուխը տար ավտոյի շիտոկին, շուշին, չի եղել տենց բան, որովհետև ամբողջ նյարդերս, ամբողջ զգայարաններս եւ ուշադրությունը կենտրոնացված էր հետևից նստած, կողքից նստած ուղևորին առողջ տեղ հասցնել։ Հիմա ես իմ անցյալի համար ամաչեմ, ես ինքս եմ իմ կենսագրությունը հրապարակել
Երբ որ Երևանը տեղափոխվել, ես իմ կենսագրությունը հրապարակել եմ առանց ամաչելու, չունեմ իմ ապարացում, մեղքեր ես էլ եմ արել, սխալներ ես էլ եմ արել։ Ես չեմ ասում Աստված եմ, անմեղ եմ, սուրբ եմ, չէ, մարդ եմ, բայց իմ անցյալի մեջ չկա այնպիսի անցած ճանապարհ, որի համար մարդկության առաջ պետք է ամաչեմ, գլուխս կախկցեմ։ Ես միայն Տեր Աստծո առաջ կարող եմ գլուխս խոնարել, աղոթել, ամեն օր էլ ասել կներես Տեր Աստված, եթե ես այսօր մեկին չոր եմ ասել նույնիսկ։ Շատ է լինում, հաճախ է լինում, երբ որ ինձ անում են, ասում եմ նաև ես էլ սահմանները եւ վիրավորում մարդկանց։ Բայց դե հանգիստ նստած տեղս երբեք տես բաներ չեմ արել, կպնում եմ դրա համար ասում եմ։ Վերջը, սիրելի հայրենակիցներ, չշեղվելով թեմայից, ուզում եմ ասեմ, ընտրություններին գնալուց լավ իմացեք ինչ եք անում։ Ես դեմ չեմ ասում քվեարկեք, օրինակ Սամվել Կարապետյան, ելով կան դե ես իմ ճիշտ է Գագիկ Ծառուկյանին չեմ համարում քաղաքական դեմ, բայց դե մարդն էլ իր երկրպագունները ունի, իրավունք չունեմ իր երկրպագուններին էլ ինչ որ բան ուղղորդել։ Քթող գնան ընտրեն, բան չունեմ ասելու, Աստված բոլորի հետ, բոլորը ձեր խղճի առաջ եք վաղը պատասխան տալու։ Շատ ցանկալի է որ ընդդիմափոխություն կատարվի ազգային ժողովում առաջի հերթին։ Հավատացեք, եթե այս իշխանությունը մնա նորից իշխանության եւ ընդդիմափոխություն լինի, առողջ ընդդիմություն ձևավորվի, առողջ ընդդիմությունը չի թողնելու որ հիվանդանա իշխանությունը։ Հավատացեք, ես ու իմ նման չգիտեմ արտախորհրդանային մարդիկ են, որ այսօրվա իշխանությանը առողջ են պահում։ Մեր քննադատություններով մենք չենք թողում, որ այսօրվա իշխանությունը թուլանա, որ քուն մտնի։ Անընդհատ խոսելով, հետևելով, սխալների մասին անդրադառնալով, մենք բուժում ենք, մենք օգնում ենք, որպեսզի որ ամեն ինչ կարգավորվի։ Ես չեմ հասցնի ձեր մեկնաբանությունները հիմա պատասխանեմ, իսկ ով կհաղթի քո իմանալով Արայի Արցախ ասեմ Նիկոլ Փաշինյանը եթե մնաց մեկ այլ ուժի հետ Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան երկրորդ փուլ անցավ Նիկոլը հաղթելու է, բայց առաջին փուլում եթե կոալիցիա կազմեցին ու այդպես է լինելու է Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, Ռոբերտ Քոչարյան, Արման Թաթոյան 4-ը կոալիցիա կազմողն են հաստատ։ Ուժը ձայները տան 1 հոգու ու իշխանությունը զավթեն, որի համար ես ասում եմ, ցավում եմ, ցավակցելու եմ մեր ժողովրդին, այդ օրը կարա շատերը ուրախանան։ Մի տարի էլ ուրախանան, տարի ու կես 2 տարի, չգիտեմ, կարող է որոշակի դրական փոփոխություններ տնտեսական բան sense ակտիվ բաներ լինի, բայց դե հիմքերը դրել են արդեն Նիկոլենք, ով էլ գա իշխանության, ուզում եք տվեք իշխանությունը ինձ, քանի որ ստեղծած բան կա Նիկոլի ձեռով, ես էլ գամ իշխանության, որոշ ժամանակ ես էլ եմ օգտվելու այդ ստեղծածից, եւ դուք չեք նկատի ձեր մաշկի վրա, ձեր հոգու վրա, որ դուք լավ չեք ապրում։ Բայց հարցը ես միջև ուր եմ հասցնելու պետական մեքենան, հասցնելու եմ 5 տարի գոնե, միջև հաջորդ ընտրություն, թե 6 ամիս հետո, մի տարի հետո, 2 տարի հետո տապալելու եմ ամբողջ կառավարությունը, տապալելու եմ պետական համակարգը։ Շատ հեշտ չէ տենց պետություն ղեկավարել, կառավարել։ Մանավանդ այսօր ամեն ինչ պարտադրում ենք, պահանջում ենք, անկեղծ եմ ասում, ջրի խնդիր կա, լույսի խնդիր կա, միտեղ ասֆալտը լավ չի, միտեղ փոսա, միտեղ քաղաքականության յուրաքանչյուր եւ ընդհանրապես կենցաղային յուրաքանչյուր մարդիկ նույնիսկ ընտանիքներում դժբախտություն, անհաջողություն ունենալու դեպքում լայվ է մտնում Նիկոլ Փաշինյան պատասխան տուր, Նիկոլ Փաշինյան էս ինչ արի մեզ, Նիկոլ Փաշինյան, այսինքն մարդը դուրս է եկել դիկտատուրայի ռեժիմից եւ միանգամից ժողովրդավարության մեջ նա չի կարող ադապտանա, երբ որ դու սառ տակ բաղնիկից դուրս ես գալիս մտնում սառը ջուր, շատ դժվար է, չէ՞ այդ պահը։ Հիմա այդպիսի վիճակ է, ընկերներ ջան, մենք կտրուկ անցում կատարեցինք։ Ժողովրդավարությունը մի քիչ մեր ժողովրդի ոչ սրտովնա, ոչ էլ ձևը գիտեն օգտագործելու։ Այս սրա մեղավորներն ենք մենք համարում Փաշինյանը։ Այո, շատ մարդիկ օգտվելով իրավիճակից լկտիացան, անդաստիրակները հելան փողոց։ Չգիտեմ, շատ մարդիկ բղծում են իրանց խոսքերով ուրիշի ընտանիքներ, բղծում են ուրիշ մարդկանց կերպարը, բայց դե իրանք են պիղծը, երբ որ իմ ուղղությամբ ցեղ են շպրտում,
ձեր ուղղությամբ ցեխ են շպրտում բարերի տեսքով դա դու չես դա ես չեմ այդ բարի գրողը այդ բարը ում մեջից դուրս է գալիս ինքն է գրողը ինքն է այդ արժե համակարգի տերը իրան թվում է թե ինքը վիրավորեց հայհոյեց ինձ ես եմ այդ մարդը ինչ ինքը ինձ կոչեց այդ դու ես այդ մարդը որովհետև քո մեջից դուրս եկավ այդ բարը ընկերներ ջան գիտեք որ ընտրության մասով եմ ես որոշել եմ լայվ անել ես խոստացել եմ որ ընտրություններից մի օր երկու օր մնացած ես իմ վերջնական խոսքը ասելու եմ ուրեմն առաջ ընկերներ խորը մտածված ձեր ձեռքները սրտներին դրած առանց ատելության առանց հիասթափության ու վրեժխնդրությամբ խնդրում եմ այդ տրամադրությամբ եթե պիտի գնաք ընտրատեղամաս լավա չգնաք բայց հորդորում եմ եւ կոչ եմ անում որ բոլորն էլ գնան մասնակցեն ընտրություններին այդ թվում եւ ընտրեն եւ իշխանություններին եւ ընդդիմությանը բայց ընդդիմություն չեմ ուզում նույն ընդդիմությունը որ այսօր ազգային ժողովը իրանց ընտրեն իրանք ընդհանրապես արժանի չեն ընկերներ ջան արժանի չեն իրանց միայն իշխանությունա պետք նրանք չեն ուզում պետական ապարատի մեկ այլ խորոչ մլնել այդ խորոչը ընդդիմությունն է այս մյուս խորոչի իշխանությունը ոչ մենք պետք է իշխանություն լինենք կամ էլ ընդդիմություն ուղակի փող կստանանք կգնանք կդենստենք ընդ կռիվ դավի կսարքենք չնայած դա էլ էր ձեր տալիս իշխանությանը ինչքան իրանք իրար ուտեն այնքան ժողովուրդը չի հասկանա թե ինչ է կատարվում երկրում սխալների բացթողումների մասին չենք խոսա չենք նկատի այսօրվա իշխանության այդ մասով եմ ես դժգոհ բայց ինչ ասեմ ընկերներ ջան բերեք այսօր քանի որ մի տեսակ տենց որ ասма տոնականի նման է ընտրությունը դա տոնել է հաշվեք ձեր համար կամ տոն կսարքեք կամ էլ սքո օր կսարքեք եթե սխալ ընտրություն անեք բերեք այսպես ասեմ իշխանություններին քննադատելուց ես միայն ակնկալել եմ որ իշխանությունը ուշադրություն դարձնի եւ այդ խնդիրը լուծում կտա չեմ թաքցնի որ եղել են դեպքեր որ լուծում ենք տեսել փաստացի տեսել են որ գնացել են լուսման բայց չեմ էլ թաքցնի որ դիկտատորիալ է ինչա տեսնում են նաև այլ խնդիրներ որ իրան զերծ չտալիս դրա մասով գնան փողզիչման գնալ լուծման վերջը լավ ուզում եմ եթերը փակեմ հուսով եմ կարողացա ամփոփիչ եւ օգտակար լինել հուսով եմ բովանդակային եղավ այս եթերը որ կարևորը դու գիտակցաբար եւ ձեր խղճի առաջ հանգիստ գնաք ընտրության չգնաք ջղայնացած մանավանդ ջղայնացած այն բաների վրա որ ամբողջ աշխարհում ատա եւ ասեք Նիկոլոսա բերավ մեր երկիր պետք է իրան գնամ օրինակ դեմ ծայտամ sense բան մի ասեք ժողովուրդ ջան այն ինչ որ աշխարհում կատարվում է չի կարող անմասն մնալ Հայաստանը սա հիմք մի ընդունեք գլխավոր շեշտադրումը ես ուզում եմ անեք արտաքին քաղաքականության վրա ձեզ փորձելու են մանիպուլյացնել Արցախը հազնին ճանաչին Պրահայում այդ պատմությունը ես ինքս լավ գիտեմ իսկ եթե Պրահայում այլ տարբերակ կլներ դրված իսկ եթե զենքը չերելներ դրած Շուշիում Ստեփանակերտի գլխին ու շրջափակված չներ Ղարաբաղը այլ տարբերակ կարող է ընտրեին չկար արդեն այլ տարբերակ պետք չի բերել հասցնել 88 թվի կարգավիճակի Ղարաբաղի կարգավիճակը հետո պահանջել թե ինչու անկախ չի Ղարաբաղ ինչու չմիացրիք Հայաստանին սա շփոթում են ժամանակաշրջանը դրա համար ենք այսօրում 20 թվին աշխարհը փլվեց մեր գլխին 20 թվին քաղաքական իրադարձությունները քաղաքական դասավորվածությունը թե միջազգային հանրության թե մեր ու Ադրբեջանի միջև լրիվ փոխվեց Մինսկի խումբն էլ հո հայկական չի Մինսկի խումբը մենք չենք ստեղծել Մինսկի խումբի ղեկավարները այդ նույն Ռուսաստան, Ֆրանսիա, Ամերիկա լուրու մունջ հետևում էին թե ինչպես է 44 օր պատերազմ ալնում ու այսօր հայի մեջ Հայաստանի հայության, Արցախահայության մեջ էլ խափում են ասում են եթե մի երկու օր էլ դիմադրեր աշխարհը գալու էր օգներ նույնը ասում է այսօր մեր հայրենակիցներից լիքը մարդ ասում է եթե 23 թվին Ղարաբաղցին դիմադրեր մի 3-4 օր մի շաբաթ մենք կմտնեինք կօգնեինք էդ էլ է սուտ Հայաստանը իրավունք չուներ մտնել այդ տարածք որտեղ միջազգային հանրությունը այդ տարածքը դիտարկում էր արդեն Ադրբեջանի մաս ու եթե Հայաստանից մեկ ռումբ ընկներ Ադրբեջան դա պատերազմը հայտարարել Ադրբեջանին իսկ Թուրքիան ժանիքները սրած սպասում էր հենց դրան իսկ Ռուսաստանը ավելի շատ էր սպասում
որ գա Սյունիքի միջանցքին ինքը տեր կանգնի, դրա համար է հիմա ծուխ հելնում իրանց տակից, որ ես ինչ եղավ, ես ոնց մենք չկարողացանք Սյունիքը զավթել, ես ոնց Ամերիկան եկած թե կանգնեց, ես ոնց դուք Եվրոմիություն եք գնում, տենը մեկ ժողովուրդ ջան, ու այդքանից հետո ձեր գրիչը կգնա, որ դուք ձայն տակ ռուսամետ ուժի, այն ուժին, ով որ ուզում է, որ մեզ այսքան օիններ բերած, մեզ տրկության մեջ պահած, պետությունը նորից գա մեզ տրկության մեջ պահի, ես չեմ թաքցնում, ես գիտակցում եմ, որ եթե Ռուսաստանի գործոնը թուլանում է մեր տարածաշրջանում, ուժեղանում է նաև Թուրքիայի գործոնը, սա ես չեմ թաքցնի, տենց էլ կա, բայց հարցը ուրիշ տեղ է, Փաշինյան Նիկոլը անցած տարի գիտակցելով սա ինչ որ ես եմ ասում, պարզ է ինքը ինձանից ավելի շուտ կլներ գիտակցած, ինքնապետական ապարատում նստած, ինքնաբանակցող, ինքնատեղյակ ինչ է կատարում աշխարհում, այդ իսկ պատճառով շտապել է Ամերիկայի ներքաշել այս տարածաշրջան, եւ եթե դուք չեք հետևում ինչ է կատարվում աշխարհում, ասեմ իմանաք, Թուրքիայում լիքը խելացի մարդիկ Նիկոլ Փաշինյանը ես քայլի վրա զայրացած են ու զարմացել են, որ Փաշինյանը ես ոնց երկար տարիների ստրկական մտածելակերպի քաղաքական ղեկավարություն ա եղել Ռուսաստանից կախված, Պարսկաստանից կախված, Բյուզանդիայից, մարտամակի օվկիանոսից են կողմ, մեկ ուրիշ մարտամակից գերպետության, գերտերության կարողացել է բերիստե, որպեսզի լինի դիտորդ եւ թույլ չտա, որպեսզի Թուրքիան կլանի Հայաստանին։ Արդյոք դրանով վտանգը չեզոքանում Ամերիկայի գալստե։ Ես կասեմ ոչ։ Արդյոք մենք պետք է նստենք, ձեռներներս դնենք ծնկներիս, ասենք վերջ, ամեն ինչ լավ է, ամեն հարց լուծված է։ Իհարկե ոչ։ Մենք պետք է առավոտից իրիկուն աշխատանքներ տանենք։ Այն մարդիկ, ովքեր կապ չունի որ ոլորտում են գտնվում, եթե աշխատել են 5-ի, 6-ի, թողի աշխատեն 9-ի, 10-ի։ Եսա կասեն ինձ կգրեն տակը, բա դու քիչ ես աշխատում։ Ընկերներ ջան, ես կերազեմ հանրային քաղաքական կյանքում լինի անդոր։ Ես իմանամ, որ իմ գործունեությունը անհրաժեշտ չի, ինձ չեն ուզում լսեն։ Ես ավելի լավ գնամ ֆիզիկական ծանր աշխատանքի, որովհետև իմ առողջությունը քայքայվել է հենց այս հանրային գործունեության պատճառով։ Դուք չիմանաք այս աշխատանք չի։ Դուք չիմանաք սա հեշտ է։ Դուք գիտեք ես որ դեղորայք եմ օգտագործում ստաբիլ իմ առողջությունը պահպանելու, նույնիսկ չեմ էլ բուժվել, վիտամիններ եմ օգտագործում։ Դուք գիտեք ինչքան է ես դժվար է որ օրերով եթեր չեմ մտնում, գլխացավի ճնշման հարցեր եմ ունենում։ Բայց գիտեք էսի հեշտ է, ինչ կապ ունի չի վարձատրվում։ Լիքը կարևոր գործեր կա, որ չի վարձատրվում այս կյանքում։ Մարդկային բարոյական հատկանիշները վերաբերմունքը վարձատրվում է, ոչ չի վարձատրվում, բայց կարևոր է, որ դու ուրիշի երեխուն ասում ես չի կարելի այս բանը, այո իհարկե կարևոր է։ Ես օրինակ ինձ թույլ եմ տալիս, եթե մեկ անչափահաս երեխա վատ բան իրանից թույլ տա, ես ասեմ չի կարելի առնվազն, եթե իմանամ լավ չի, իմանա իր ծնողին դրա մասին տեղյակ պահել։ Ընկերներ ջան, սա էլ աշխատանք, բայց դե հուսով եմ մի օր էլ կակրաս այս իշխանության օրոք ձերքաբերվել նաև կարևոր պայմանագրեր։ Ես էլ պետք է դրա մասով ուրախ լինեմ, վաղը մյուս օրը նաև հնարավոր է եւ սկսի վարձատրել, վճարել որոշակի գումար YouTube-ը, Facebook-ը մոնետիզացիայով։ Սրա համար էլ ես կլինեմ գոնե շահած։ Ես իմ 4 տարվա անվարձահատույց աշխատանքը, եթե կսկսվի վարձատրվելը, ինչու՞ չէ ես ավելի ակտիվ կլինեմ, ավելի շատ թեմաների կարամ մասնակցեմ, ավելի շատ հարցերում կարամ օգտակար լինեմ, բայց քանի չկա սա, այո, այդքան էլ լավ չի։ Լավ մնացեք ընկերներ ջան, չեմ ուզում կրկնվել, ուզում եմ ասել, որ ձեր խղճի առաջ այնպես արեք, որ վաղը չտանջվի եւ ինչ կատարվի մեր հետ, Աստված հեռու տանի, էլի որ վատը կատարվի, սկսեք բրթել ուրիշի առաջ, ասեք, չէ, մենք ընտրություններին գնացել ենք սրան ընտրել, այսինքն ով որ չի ընտրվել, խափեք, ասեք գնացել եմ ես իրան ընտրվել, չի ընտրվել, դու խափելու ես, գիտեմ, հարգելի հայ, մեծամասնությունը խափում եք, դուք անկեղծ չեք ձեր հետ, դուք ինքներդ ձեր հետ չեք անկեղծ, ինչ մնում է ուրիշի հետ անկեղծ ելնեք։ Բարի գիշեր,
լամանացեք հուսամ ամսի 7-ին կահաղթի Աստծո կամքը եւ Հայաստանի Հանրապետության քվեն, ժողովրդի քվեն։ Իսկ ես գնացի TikTok մի քիչ զրուցեմ ժողովրդի հետ։ Լամանացեք, բարի գիշեր, առայժմ։